Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ողջունելով գործընկերոջը շնորհավորել է նրան Վրաստանի ներքին գործերի նախարարի պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթելով բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով, որ Գելա Գալաձեի այցը ևս մեկ կարևոր քայլ է գործընկերության ամրապնդման առումով։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանությունում, փրկարար ծառայությունում ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող համակարգային բարեփոխումները, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը, այս համատեքստում ընդգծելով Վրաստանի փորձի կարևորությունը։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության մի շարք, այդ թվում ապօրինի թմրաշրջանառության ուղղություններով երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերի։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ նախարարի կարգավիճակով սա իր առաջին պաշտոնական այցն է։ Նախարար Գալաձեն ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը, վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։ Գելա Գալաձեն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ու նախարարը ունեն իր լիակատար աջակցությունը։ Վրաստանի ներքին գործերի նախարարը ներկայացրել է իր կողմից ղեկավարվող կառույցում ընթացող բարեփոխումները։ Գելա Գալաձեն անդրադարձել է նաև Հայաստանի ներքին գործերի նախարարությունում իրականացվող կրթական բարեփոխումներին, այս համատեքստում կարևորելով Հայաստանի փորձը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկել գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելուն։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեն համագործակցությունը խորացնելու համատեքստում Արփինե Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերն ու արձանագրել, որ պատասխան այցը ևս միտված է հարաբերությունները առավել զարգացնելուն։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակել են երկկողմ ձևաչափով։ Գիտելիք, փորձ և նոր մոտեցումներ։ Հունիսի 19-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացները ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողներին հնարավորություն կտան նոր օրենքին համահունչ կատարելագործել հարկադրանքի միջոցներ կիրառելու մասնագիտական պատրաստվածությունը։ Այս նախաձեռնությունը ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է։ Այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը զարգացնելու կարողություններն ու հմտությունները, այլև մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքների նկատմամբ ձեր հանձնառությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին, ընդգծելով ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում համատեղ գրանցված արդյունքների կարևորությունը։ Այս շարք վերապատրաստումները մենք մեր գործընկերների աջակցությամբ մեկնարկեցինք փետրվար ամսից։ Մենք ունեցանք վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ, հիմնական կարևոր ուղղություններով, իհարկե դա հարկադրանքն է, ուժի գործադրումն է, ձերբակալությունը որպես առանձին ուղղություն։
Անդրադառնալով գործողությունների պատշաճ իրականացմանն ու հիմնական սկզբունքներին, փոխնախարար Մկրտչյանն առանձնացրել է հարկադրանքի կամ ուժի գործադրման պայմաններում քաղաքացիների իրավունքների պահպանումն ու օրենսդրության գրագետ կիրառումը։ Արմեն Մկրտչյանի խոսքով այն կարևոր երաշխիք է նաև ոստիկանության ծառայողների անխոցելիության տեսանկյունից։ Ձևաչափը առավելագույնս քննարկային է, այսինքն դիսկուսիոն բնույթի եւ մեծ հնարավորություն եւ ժամանակ է տրվելու մասնակիցներին, որպեսզի իրանք իրենց ուզող հարցերը բարձրացնեն։ Հուսով ենք, որ սա առավել արդյունավետ ձևաչափ կլինի, որպեսզի մենք կարողանանք ինչ որ ուզում ենք տեղ հասնել, հնարավորինս մատչելի ձևով դա անենք։ Վերապատրաստման նյութը ներկայացվում է կիրառական մոտեցմամբ։ Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են նաև կոնկրետ իրավիճակային խնդիրներ, ինչը թույլ կտա նրանց ձևավորել պատշաճ արձագանքման պրակտիկ հմտություններ։ Վերապատրաստման ընթացքում շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք կիսվում ենք նաև մեր փորձով, ստանում ենք մեզ հուզող հարցերի պատասխաններ եւ հետագայում նաև այդ ամեն ինչը փոխանցում ենք մեր ենթական անձնակազմին։ Դասընթացը միտված է ոչ միայն մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև մտածողության վերափոխմանը հարկադրանքի միջոցների կիրառման ժամանակ առավել համաչափ եւ մարդու իրավունքներին համահունչ մոտեցումներ ձևավորելու նպատակով։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել են սկզբունքները, այսինքն են ելակետային դրույթները, որոնք կարմիր թելով պիտի անցնեն հարկադրանքի միջոցների կիրառման շրջանակներում, ներկայացվելու են նաև հարկադրանքի միջոցների առանձին տեսակների կիրառման առանձնահատկությունները, հիմք ընդունելով այն նոր չափորոշիչները, որոնք սահմանված են ոստիկանության գվարդիայի մասին նոր ընդունված օրենքում։ Դասընթացը անցկացվել է Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։ Նման վերապատրաստումները շարունակական են։ Հունիսի 19-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տաննապոյնի պահում եւ օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում։ Տանտանիքում հայտնաբերվեց չորացված մանրացված զանգվածով ապակել 4 տարա։ Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց մոտ 2 կիլոգրամ 150 գրամ։ Բացի այս, տարածքի ետնամասում հայտնաբերվեց որսորդական հրացան։ Նա ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական բաժին, նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 303 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 19, չամրակապված վարելու 978, առանց մանկական նստատեղի քարսիթի 19, վարելու ընթացքում ծխելու 392, վարելի հեռախոսից օգտվելու 276, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 72 եւ 1556 այլ իրավախախտում, 116 մեքենա շահագործվել է առանց ծապա պայմանագրի, 366-ը տեխնիկական զննություն ճանցած, 34-ը լուսարձակների անսարքությամբ, 65-ը թաղանթապատված դիմապակյով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 51 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14429 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 283 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 225 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 638, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 3 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 70, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկելու 3, չամրակապված վարելու 3654, առանց մանկական նստատեղի քարսիթի 153, վարելու ընթացքում ծխելու 355, վարելի հեռախոսից օգտվելու 545, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 32, արագության գերազանցման 1914 եւ 4171 այլ իրավախախտում, 569 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1623-ը տեխնիկական զննություն չանցած, 268-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 5 բեռնատար, 198-ը տաղանթապատված դիմապակյով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 35 անձ։